Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի պաշտոնական կայքում անդրադարձել է պաշտոնավարման 1 տարվան։ Արդեն 1 տարի է ինչ Սյունիքի մարզում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարզպետի կարգավիճակով։ Կատարված աշխատանքին գնահատական ես չեմ տա, դա Սյունեցու եւ կառավարության իրավասությունն է։ Պաշտոնավարման առաջին օրվանից սկսած բնական եմ համարել քննադատությունը, ամեն կառավարության նիստում աշխատանքից ազատվելու լուրերը եւ թևաթափ չեմ եղել։ Գովասանքից չեմ ոգևորվել։ Մի բանում որևէ մեկը ինձ չի մեղադրի, արել եմ հնարավորը։ Աշխատել եմ նվիրումով, ցավում եմ, որ խնդիրների բեռը այդքան մեծ է ու երկար ճանապարհ ենք անցնելու ցանկալի արդյունքի հասնելու համար։ Իր հողին նվիրված, իր հայրենիքը սիրող Սյունեցին իրավունք չունի վատ ապրել ու վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքով հաղթելու ենք նաև սոցիալ-տնտեսական պատերազմում։ Ուզում եմ հստակ լինի, երբեք վիճակի պատասխանատու չեմ համարել նախկին մարզպետներին կամ որևէ կառույցի։ Կա իրողություն եւ մեղավորներ փնտրել պետք չէ։ Մեղավորների ուժեղ ձեռքի, բաժանարար գծերի ու անիմաստ խմբավորումների ժամանակներն անցել են։ Կարծում եմ, արդեն հասկանալի է, որ կամ միասին հաղթելու ենք, կամ տանուլ ենք տալու։ Ահա այս մտորումներով եմ մտնում պաշտոնավարման հերթական շրջանը։ Շնորհակալ եմ նախախնամությանը, որ ինձ տվեց Սյունիքի հպարտ ժողովրդին ներկայացնելու իրավունք։ Հարգանքով Վահե Հակոբյան։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անդրադարձել է նաև մարզկենտրոն Կապանում շրջանառվող այն լուրերին, որ օգոստոսի 1-ից բարձրացվելու են հացի գները։ Ի գիտություն Կապանի հացաթխման արտադրամասերի սեփականատերերի տեղեկացնում եմ, որ եթե իրականությանը համապատասխանեն օգոստոսի 1-ից հացի գները բարձրացնելու լուրերը, ապա մարզային իշխանության պատասխանը չի ուշանալու։ Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում այդ քայլը անընդունելի եմ համարում եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ դրան մի քանի օրվա ընթացքում կհաջորդի նոր հացաթխման արտադրամասի գործարկումը բոլոր հետևանքներով։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան։ Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը՝ մարդու կյանքի իրավունքը։ Դեռևս 2010 թվականի վերջին կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ հատուկ նշել էր. Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ եւ անվտանգ լինի։ Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի։ Մենք խստացրել ենք վերահսկողությունը եւ նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ։ Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ եւ ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության եւ շրջանառության կանխմանն ու արգելմանը։ Իրականացնում ենք ստուգումներ, դրանք եւ առևտրի մեծածախ մանրածախ օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, դրանք կլինեն ռեստորաններ, ճաշարաններ, սրճարաններ, բարեր, ինչպես նաև արտադրություններում։ Նպատակը որն է, որպեսզի մենք կարողանանք բացահայտել բոլոր այդ արտադրություններում եւ տնտեսվարող սուբյեկտներում նորմատիվ իրավական ակտերով ներկայացող սննդամթերքի անվտանգության համապատասխանությունը բացահայտելու նպատակով։ Եվ հայտնաբերված իհարկե թերությունների ժամանակ մենք ներկայացնում ենք վարչական վարույթներ, վարչական տուգանքներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ այդ թերությունները վերացնելու համար։ Պետք է զգուշ մնալ փողոցից առևտուր չանել եւ զգոն մնալ, նայել մակնշումներին, ժամկետներին։ Ինձ թվում է այս տարիների, 2 տարիների ընթացքում մեր հորդորած բոլոր այս խորհուրդների կողմի դուք լսելով արդեն որոշակի առաջխաղացում ունեք, դուք ինքներդ ձեզ համար, ձեր ընտանիքի համար, քանի որ դուք գնելով առողջ սնունդ, առաջի եթե այդ առողջ սնունդը գնում եք ձեր ընտանիքի համար, ապահովելու ձեր անվտանգությունը չեք հիվանդանում սննդային թունավորումներից զերծ եք մնում, ինչպես նաև աղքային հիվանդություններից։ Սննդամթերքի անվտանգության համակարգը կոչված է նաև պաշտպանելու սպառողի շահերը։ Արթուր Խաչատրյանը գնահատել է իրավիճակը եւ ելնելով ծառայությունում գրանցված ահազանգերից ու բողոքների թվից գտնում է, որ մարզում նման խնդիր չկա եւ ամենակարևորը ոլորտը լիովին վերահսկվում է։ Եղել է ահազանգ դպրոցում օգտագործված սննդամթերքի հետ կապված ոչ պլանային ստուգում է դա ասեմ, ահազանգից համապատասխան հանձնարարական հրաման է իջեցվել, կատարվել է ստուգումներ եւ համապատասխան վարչական վարույթների է ներկայացվել տվյալ դպրոցի տնօրենը համապատասխան տեսակի սննդամթերք այդ դպրոցում օգտագործելու համար։ Առայժմ այսօրվա դրությամբ միայն Գորիսում մենք ունենք պլանային ստուգումներ, որը համաշունչ մենք գնում ենք եւ իրականացնում ենք այս ստուգումները, թե արտադրությունների մեջ, թե առևտրի, թե ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտներում։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք, այդ թեժ գծերին կամ զանգերին, այսօրվա դրությամբ նմանք եղել են խնդիրներ զանգելը, որոնք կարգավորվել են անմիջապես զանգի ընթացքում։ Այսինքն նման կարգի
Քննիները նրանք չեն առաջացրել։ Ստուգումից ոչ թե մինչև ստուգման չեն գնացել։ Այսինքն արձանագրված այդ ահազանգից հետո գնացել ենք տեղում, բարձել ենք, տեսել ենք, որ նման կարգի քննիներ գոյություն չունեն։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը նշեց մի քանի սննդատեսակներ, որոնք ավելի շատ են գործածվում մարդկանց սննդակարգում եւ ավելի հաճախ են սննդային թունավորման ու վարակների պատճառ դառնում։ Հատկապես ամռանը պետք է զգույշ լինել դրանց ընտրության հարցում եւ գնելու դեպքում հետեւել մասնագետի խորհուրդներին։ Այսօր մեծ ուշադրություն պետք է դարձնել մսի եւ մսամթերքի, կաթկատնամթերքի, ձկնամթերքի, ձվի Հատկապես ես ներկայացել եմ այն սննդամթերքները, որոնք ավելի արագ են փչանում եւ ջերմային ռեժիմը խախտվելու։ Եվ պլյուս նաեւ պահպանման պայմանները, որը կարող են առաջացնել թե աղիքային եւ թե սննդամթերքի թունավորումներ։ Ինչպես զերծ մնալ դրանից։ Մսի գնում կատարելու ժամանակ նախ եւ առաջի երթին պետք է ուշադրություն դարձնենք, թե այն տնտեսվարող սուբյեկտում այն դրոշմակնքված է թե ոչ։ Եթե նա կլինի դրոշմակնքված, նշանակում է այն փորձակնված է լիարժեք եւ կարելի է կատարել գնում։ Գնում կատարելու ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև իր արտաքին տեսքին, գույնին, ինչպես նաև հոտին։ Այսինքն ինչպես դա կարելի անել։ Նա պետք է լինի չոր։ Մատով սեղմելուց նա անմիջապես պետք է վերադառնա իր նախկին տեսքին։ Գույնը պետք է լինի մուգ վարդագույնից դեպի մուգ վարդագույն Իսկ ավշային հանգույցները, եթե մենք նկատում ենք ավշային հանգույցների մեջ դեպի կապտաուն երանգավորում կամ դեպի մուգ վարդագույնից դեպի ավելի մուգ գույնը, նշանակում է այդտեղ կատարվել է ոչ ճիշտ արյունաքամություն, այսինքն նա կարող է գտնվել կենդանին հոգեվարքի մեջ կամ սատկած վիճակում, որը պարզ կդառնա հենց արգանակի եփելու ժամանակ։ Արգանակից ինչպես գալի է։ Արգանակը եփելու ժամանակ նա ունենում է սովորական հաճերի հոտ։ Իսկ եթե նա կլինի պղտոր փաթիլներով եւ մսին ոչ բնորոշ հոտ, նշանակում է այն բոլոր այս իմ ասած թվարկած բաներից մեկը կլինի կենդանիներից, այսինքն կամ հոգեվարքի մեջ, կամ ոչ լրիվ արյունաքամված, կամ սատկած։ Դա նա պետք է հեռու մնալ նման կարգի մսեղիկների գնումից։ Ձուկը այսօր վաճառում է մեքենաների մեջ, տաղավարներում, պատահական վայրերում առաջարկություն է ներկայացում կիլոգրամներով, չգիտես ինչպես, ամբողջ մարզի կատարվածքով։ Պետք է հեռու մնալ նման կարգի ձկնեղենի գնումից։ Ինչու՞։ Որովհետև նրանք ռիսկայնությունը բարձր է թունավորման համար մեկ, երկրորդ գնելու ժամանակ պետք է գնենք այսօր կան արդեն համապատասխան ջրավազանային տարողություններ, համապատասխան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարողանում են լիարժեք ապահովել նրա թարմությունը։ Թարմությունը ինչպես կարող եք դուք տեսնել, տեսնում եք ջրավազաններ ունեն հոսող ջուր, համապատասխան սարքավորումներով ապահոված։ Միաժամանակ նա կարողանում է ապահովել ոչ միայն թթվածնի մուտքը ջրի մեջ, այլ միաժամանակ անընդհատ նա հոսում է։ Հոսող ջրի տակ նա կարողանում է պահպանել այդ թարմությունը, միաժամանակ ձուկ գնելուց ինչպես կարող եք դուք իմանալ։ Եթե պատահական վայրերում է կատարում գնումը, անպայման խարիկները հեռացված է, ներքին օրգան ամբողջ փորոտիկը մաքրված է եւ դու չես կարողանում կողմնորոշվել։ Նրա ընդհանուր թեփուկներն է մաքրված, որով դու կարաս կողմնորոշվել։ Նույնիսկ աչքերն են մաքրում, այսինքն այն հիմնական նշանները, որով դու կարող ես կողմնորոշվել ու նա թարմ է թե ոչ, նա մաքրում է այնուհետև ներկայացնում վաճառքի։ Դու գնելով կարող ես թունավորվել չիմանալով ինչ ես գնում։ Իսկ թարմ ձուկը գնելու ժամանակ նա թեփուկները լինում են փայլուն, մեկը մեկի վրա դրված, այսինքն նրանք թափված չեն լինում, մատը սեղմելով նա միջապես վերականգնում է, թույլ չի լինում, թորոշմաշ չի։ Ինչ վերաբերում է կատնամթերքին, ապա փողոցում վաճառվող ոչ մի պանիր մի գնեք։ Պանիր մի գնեք զուտ նրա համար, որ նա կարող է լինել աղդարված, բայց դուք չեք իմանում, որ եթե դա տնտեսվարող սուբյեկտի կողմից է իրականացում աղադրումը, նա կատարում է պաստերիզացված կաթից մեկ, որտեղ բրուցելոզի խնդիրը չկա։ Մյուսը, որ նա կատարում է 7% աղաջրի մեջ, այսինքն բրուցելոզի խնդիրը 60 եւ 45 օրվա պահպանման ժամանակ վերանում է։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք փողոցում գնված դու աղադրված պանիրի գնելուց չես կարող իմանալ, նա 7% աղաջրի մեջ է եղել, թե ոչ, պահպանել է այդ ժամանակահատվածը, թե ոչ։ Այսինքն դու գնում ես անհայտ ծագումով մթերք, որից կարող ես վարակվել բրուցելոզով չիմանալով ինչու։ Դրա համար օգտվեք այն տնտեսվարող սուբյեկտներից, որտեղ ունեն թույլատվություն։ Խոսքը վերաբերում է մեծածախ եւ մանրածախ առևտրի օբյեկտներին, որոնք ունեն թույլատվություն, մսի կետերին, մսի խանութներին, որոնք ունեն թույլատվություն։ Իսկ ինչ վերաբերում է հանրային սննդի կետերին, այսօր ներկայացնեմ, որ գնալով հանրային սննդի կետեր, ռեստորաններ, ճաշարաններ, միշտ զգուշ եղեք ինչից, աղցաններից։ Աղցանները այսօր պետք է լինեն, նրանք թույլատրում է 24 ժամ, 2-ից 6 աշճան պահպանելու դեպքում։
եւ ձգտեք որ լինի թարմ։ Իսկ ինչ վերաբերում է խորովածի մսեղիկներին, նրանք նույն կարգով թույլատրում է օգտագործել 24 ժամ 1 օրվա մեջ։ Դրա համար գնալուց պետք է հարցնեք թարմ է թե ոչ։ Այդ օրվա է թե 2 կամ 3 օրվա։ Եթե այն թարմություն չէ, ապա իմաստ չունի պատվիրել նման կարգի սննդամթերքները։ Անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունենք յուրաքանչյուրս։ Անհրաժեշտ է զանգահարել 2-2501 տեղական կենտրոն կամ 43 40 40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի վրա չկան մակնշումներ, դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին, փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են, առևտրի օբյեկտում սննդամթերքը եւ ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ նույն բաժնում եւ եթե առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Արդյոք մեր համակարգացիները հետևում են այս կանոններին։ Մեր հարցախույզը պարզեց, որ նրանց մեծ մասը գիտի իր իրավունքները։ Նախընտրում ենք առևտուրը անել մենք խանութներից, ոչ թե փողոցային։ Փողոցայինը պարզա միշտ էլ սանիտարական հիգիենայից զուրկ է։ Դրա համար ձգտում ենք առևտուրը անել խանութներից, կրպակներից, էլի քիչ ենք առևտուր անում, քանի որ խանութները ժամկետները կա ապրանքների վրա, ժամկետի միշտ նայում ենք։ Ժամկետան թե ինչա ուշադրություն դարձնենք, բայց այդպիսի բաներ չկան, դրանք դուրս է գրվում։ Դե նայում եք ժամկետին հետո վերցնում էլի, հո չեք գնում նենց վերցնում, ժամկետին նայում եք հետո վերցնում։ Ստեղից օրինակ ձմերու կարանք, բաց հետ ոնց վերադարձնես, եթե սպիտակ է, եթե լավը չի։ Նման հարցեր ինձ մոտ չի առաջացել, չեմ կարող այդպես ասել։ Եթե առաջանան, կան համապատասխան մարմիններ կան, իհարկե, ստանդարտների կոմիտե անպայման կա, իրանք ինձ թվում է հետևում են։ Ժամկետին եմ ուշադրություն դարձնում, ժամկետին մեջ լինի, թարմ լինի։ Նոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին 2 տարվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք։ Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում եւ կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ։ Պետք է հետևողականորեն շարունակել սկսած գործընթացը եւ նպաստել մեր շուկաներում անորակ եւ վնասակար սննդի իսպառ վերացմանը։ Մարզային կենտրոնը վերահսկողություն է իրականացնում եւս 2 ուղղություններով՝ բուսասանիտարիա եւ անասնաբուժություն։ Բուսասանիտարիայի բնակավարում այսօր իրականացում է պլան ժամանակակցության մոնիտորինգ եւ նպատակը նա է, որ Սյունիքի մարզում կարողանանք ապահովել բույսերի կարանտին վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցումը։ Դրա համար կատարում են համապատասխան ումշառումներ Սիսյանից մինչև Մեղրիի տարածաշրջան։ Մեր բուսասանիտարիայի բնակավարի տեսուչների կատարված ջանքերով իրականացված այդ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են եւ հայտնաբերված դեռևս չեն հայտնաբերվել նման կարգի եւ հայտնաբերվելու դեպքում էլ մենք իրականացրինք համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ այդ վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցումը նվազագույնի հասցնելու համար։ Հայտնաբերվել են նաեւ այնպիսի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրավասու չեն եղել վաճառելու թունաքիմիկատներ։ Դրանք հայտնաբերվել են Գորիսում եւ Սիսիանում։ Ըստ այնմ էլ դրանք համապատասխան զեկուցագրեր են ներկայացվել ծառայությանը եւ որոնց նկատմամբ համապատասխան վարչական բարույթներ են իրականացվել։ Իրականացվել է նաեւ մեծ հզոր աշխատանք մկնանման կրծողների դեմ պայքարելու համար։ Մարզպետարանի կողմից ստացված բոլոր մկնդեղները համապատասխան բարձր եւ ցածր ռիսկայնության գոտիներում, այսինքն այն համայնքները, որտեղ ունի բարձր եւ միջին ռիսկայնություն, այդ գոտիներում իրականացվել են բնային եւ համատարած միջոցառումներ, որոնց նկատմամբ կատարված վերահսկողության աշխատանքներում պարզ դարձավ, որ բոլոր այդ աշխատանքների արդյունքում ամեն ինչ կատարվել է ճիշտ ձևով եւ հասցվել է նվազագույնի մկնանման կրծողների այդ պայքարի ժամանակ։ Աշխարհի շատ երկրներում բանջարեղենը ստուգվում է եւ համապատասխան փաստաթղթերում նշվում դրա ծագման վայրը, բաղադրությունը, անգամ մշակման տեխնոլոգիան։ Մինչդեռ Հայաստանում սպառողը գրեթե ոչինչ չգիտի իր օգտագործած բանջարեղենի մասին։ Հուսանք առաջիկայում մենք էլ հաջողություններ կունենանք այս ոլորտում, իսկ անասնաբուժության մեջ դեռևս թերություններ կան։ Սյունիքի մարզում պետպատվերի շրջանակում ներգրաված բոլոր հիվանդությունների հետ կապված իրականացվել են բոլոր միջոցառումները։ Բայց մեզ ունենք այնտեղ թերացումներ 2 ուղղությամբ, դա հիմնականում խոշոր եւ մանր եղջերուար կենդանիների բրուցելոզ հիվանդության հետ կապված էր, որը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ուներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը նա էր, որ այսօր Սյունիքի մարզում իրականացվում է տեխնիկական աջակցություն
Հայաստանի անասնաբուժական ծառայությունը ծրագիր, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կազմակերպությունների համատեղ ջանքերով գյուղ նախարարության, ինչպես նաև առողջապահության նախարարության համատեղ ջանքերով իրականացվում է մի ծրագիր, որի նպատակն է իրականացնել Սյունիքի մարզում թռիչքային ծրագիրը, իրականացնել բրուցելոզի պատվաստում համապատասխան սեռահասակային խմբերի, որոնք մենք կարողանանք կանխարգելել բրուցելոզ հիվանդությունը Սյունիքի մարզում։ Դա օբյեկտիվ պատճառն է, որ իրականացվում է եւ մենք չէինք կարող որ չիրականացնել, նպատակը մեծ է, կանխարգելման աշխատանքները նույն կարգով։ Մյուս սուբյեկտիվ պատճառն է, որ բրուցելոզի իրականացման համար պետք է նաեւ ասեղներ, արյուն վերցնելու համար ախտորոշիչ ծրագիրը իրականացնելու, բայց քանի որ այնտեղ կար գնումների հետ կապված process, որը երկարաձգվել է, իրականացվել է, բայց այն ամբողջական տեսքով մենք չենք կարողացել իրականացնել այդ վերահսկողական դաշտեցկողությունը դա է ցույց տալիս, որ ուշացման պատճառով ուշացավ նաև պլանի կատարումը։ Անասնաբուժության բնակավարում մենք ունեցանք ուրեմն 65 բրուցելոզի արձանագրված դեպքեր Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանում, մանր եղջերուր կենթանիներից 20 գլուխ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանում եւ տուբերկուլոզի հիվանդության դեպքեր Սիսիանի տարածաշրջանում 6 գլուխ։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հիվանդանում եւ շատերն էլ մահանում են ոչ անվտանգ սնունդ ուտելու հետևանքով։ Ամեն տարի աղիքային խանգարումներից մահանում է 1.5 միլիոն երեխա եւ այդ հիվանդությունների մեծ մասը հետևանք է վարակված սննդամթերքի կամ ջրի։ Ուստի սննդի ճիշտ ընտրությունը կարող է կանխել սննդային ծագման շատ հիվանդություններ։